Սալտո կարուսելը նախատեսվում էր շահագործման հանձնել մոտ ապագայում։ Հիմնական մասերը մոնտաժված էին, բայց դեռ պետք է ներկվեին։ Գեղարվեստական ձևավորումը վստահված էր 25-ամյա Սամվել Ղազարյանին, որի ձեռքի աշխատանքն են նաև լունապարկի կարուսելների մի մասը։ Հերթականի նման կանչել ենք, ասել ենք կգաս կնկարես։ Հիմա ձայնվել է եկել է կողքի նկարներ կային, շիթերը որ դրացա, կողքին դրանք պետք է տաներ, ասելա տանեմ, իմ մոտ նկարեմ, իրան ուրան է ստարոց։ Ասեմ չի ավելի լավ է տեղում նկարի էլի։ Սամվել Ղազարյանը լունապարկ էր եկել ընկերների հետ ու առաջարկել ներկման աշխատանքներն անել ոչ թե տեղում, այլ իր արհեստանոցում։ Դեմոնտաժման ժամանակ խախտվել էին անվտանգության կանոնները։ Կարուսելի հավասարակշռությունը խախտվել էր, վերևում գտնվող ծանր երկաթը շրջվել ու խփել էր երիտասարդին։ Չպատկերացնելով սա կարող է իջնի ներքև, այստեղ որ թույլացել է ծանրոցը իջել է։ Ծանրոցը իջել է, քանից ես փախել ենք այս կողմ, ինքան դեղ է մնացել։ Լունապարկի տնօրենը ընդունում է, որ դժբախտ պատահարի պատճառը դեմոնտաժող վարպետի անփութությունն է, սակայն վստահեցնում է մասնագետն այդ գործում անփորձ չէր։ Արտակարգ իրավիճակների վարչությունում էլ ասում են, կարուսելն այդ տեղում դրվելու թույլտվություն չուներ, հետևաբար պարզել չէր, թե ովքեր են իրականացնում աշխատանքները։ Տվյալ կարուսելը գրանցված չի եղել տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ռեստում եւ ոչ էլ փորձաքննություն է անցել։ Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, մեղավորները կպարզվեն մոտ ապագայում, իսկ մինչև այդ երիտասարդ ներկարարը գլխի վիրահատությունից հետո կյանքի ու մահվան կռիվ է տալիս վերակենդանացման բաժանմունքում։ Ամենակարևորը ստաբիլ է վիճակը, այսինքն համեմատական եթե անցկացնենք, վատացում չունենք, սկզբանե ծայրահեղ ծանր է, բայց ստաբիլ։ Սյուզան Չիչակյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։